Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը միայն վերջերս ենթարկվեց փոփոխության։ Համաձայն կատարված փոփոխությունների Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված այն անհատական բնակելի տները եւ դրանցից բնակելի նշանակության շինությունները, որոնց նկատմամբ չեն պահպանվել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթեր, ներկայումս դրանց սեփականատերերը օրինականացման գործընթաց սկսելու հնարավորություն ունեն։ Չի առանձնացվել ոչ մի գյուղ, ոչ մի համայնք, ոչ մի քաղաք։ Այսինքն Երևան քաղաքում բառը օրենքից հանվեց։ Այսինքն միանշանակ օրենքը հետևյալ կերպ է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին է։ Այն բնակելի տները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը քաղաքացիների կողմից Սույն օրենքը գործում է միայն իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների դեպքում, ասում է Անշարժ-Գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման պետը։ Ընդ որում սահմանված 300 քառակուսի մետր հողամասից ավելի զբաղեցրած չկառուցապատված հողամասի առկայության դեպքում ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգով օտարվում է դրա կադաստրային արժեքով, հավելում է Արա Առաքելյանը։ Միանշանակ բնակելի տների հասարակական եւ արտադրական շենքերշինությունների նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթեր եթե չի պահպանվել, դրանց նկատմամբ սեփականության իրավունք չի կարող ճանաչվել։ Շուրջ 2 ամիս է, ինչ գործընթացը տեսականից վերածվել է գործնականի, սակայն քաղաքացիների ակտիվությունն այնքան էլ մեծ չէ։ Գյումրիում նմանատիպ կառույցների թիվը 4000-ից անցնում է, իսկ դրանք օրինականացման դաշտ բերելը անհրաժեշտություն գտնում է զրուցակիցս։ Հաշվառումը կատարվում է համայնքների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր մոտ հստակ թիվ չկա, բայց մոտավորապես բնականաբար, քանի որ զբաղվում ենք Անշարժ-Գույքով գրանցող մարմին ենք, մոտավորապես իմ կարծիքով երևի 4-ից 5000 միավորի մասին է Գյումրի քաղաքում խոսքը։ Հիմնականում դե քաղաքապետարանից է փաթեթները կազմված գալիս, այնտեղ էլ իշավոր ունեմ տեղեկություններ, այնտեղ էլ արագացված աշխատում են այս գործերի վրա։ Դե միանգամից դա օրենքը ընդունվելուց հետո գիտենք մենք մեր ժողովրդի, մեր քաղաքացիները կգրեն այլ փաթեթները կկազմվի կուղարկվի երևի։ Կառավարության այս որոշումը չի տարածվում նաև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այսինքն կանաչ գոտում կառուցված ապօրինի շինությունները քաղաքացիները սեփականաշնորհել չեն կարող։ Օրենքի փոփոխությունները վերաբերում են այն շենք շինություններին ու հողամասերին, որոնք չեն հակասում քաղաքաշինական նորմերին։ Եթե քաղաքացին կանաչ գոտում ինքնական կառույց է կառուցել կամ բնակելի տուն է կառուցել կամ խոսքով բնակելի տուն է կառուցել, փաստաթուղթը չի պահպանվում, ոչ մի դեպքում չի օրինականացվում։ Հավելենք, որ օրենքը չի տարածվում նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված կիսակառույց շենքերի, ինչպես նաև պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա։ Փայլակ Վարազյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։